Ողջույն հարգելի այծեր, սա ձեր հորոսկոպն է 2026 թվականի համար։ Այստեղ խոսենք անձնական կյանքի մասին, աշխատանք, ֆինանսներ, առանձին ամիսների մասին եւ իհարկե տարով ծնված այծ, բայց ամսով մեկ այլ նշան։ Եվ ովքեր որ ծնվել են 1931, 43, 55, 67, 79, 91, 2003, 2015 և 2027 թվականներին, ապա այս մարդիկ պատկանում են այդ կենդանակերպի նշանին, նաև ոչխար է կոչվում։ Եվ բացի դա սկսվում է, արդեն սկսվել է չինական հորոսկոպով ձիու տարին 2026 թվականի փետրվարի 17-ից մինչև կշարունակվի 2027 թվականի փետրվարի 5-ը։ Պետք է հասկանալ նույնն էլ այս մնացած ամսաթվերն են, եւ եթե դուք ծնվել եք հունվար կամ փետրվար ամիսը, կարող եք Google-ում նաև նայել, գրել ամիսը, չնայած ես փնտրեցի չբերեց, բայց համենայն դեպս կարող եք գրել կամ նայել Facebook-ում, ժամանակ առ ժամանակ ես տեղադրում եմ, չնայած այնտեղ տեղադրված է, որ օրը ինչ է նշանակում, որ կենդանակերպի նշանը որ օրերին է պատկանում։ Եվ կրակոտ ձիու տարին այծերի համար կդառնա ներքին արթնացման և փոփոխությունների մեջ կայունություն գտնելու շրջան։ Այս ժամանակահատվածը կբերի շարժում, բայց նաև հնարավորություն կտա ամրապնդել ձեր դիրքերը, եթե դրսևորեք համբերություն և կարողանաք լսել ինքներդ ձեզ։ Փափուկ, ստեղծագործ և խորամիտ այծը 2026 թվականին կկարողանա կյանքի կոչել իր գաղափարները, ձեռք բերել նոր կապեր և քայլ առ քայլ մոտենալ իր երկարաժամկետ նպատակներին։ 2026 թվականին այծերը կանցնեն մի շարք փորձությունների միջով, որոնք կպահանջեն ճկունություն և հուզական հասունություն։ Սիրո ոլորտում տարվա կրակոտ էներգիան կբերի կիրք և անկեղծ զգացմունքներ, բայց կարող է նաև առաջացնել խանդ կամ թյուրիմացություններ։ Միայնակ այծերը հնարավորություն կունենան ճակատագրական ծանոթությունների, հատկապես տարվա կեսին, երբ սիրային էներգիան ուժեղանում է։ Իսկ նրանք, ովքեր արդեն հարաբերությունների մեջ են, պետք է խուսափեն մանր վեճերից և պահպանեն վստահությունը, քանի որ դա կլինի ներդաշնակության գլխավոր հիմքը։ Հասարակական և մասնագիտական կյանքում այծերը կհաստատեն նոր կապեր, կընդլայնեն շփման շրջանակը և կկարողանան ճանաչում ձեռք բերել հատկապես ստեղծագործական կամ հումանիտար ոլորտներում։ Միևնույն ժամանակ կարևոր է չցրվել տարբեր ուղղություններով, ընտրեք այն ոլորտները, որտեղ իսկապես կարող եք բացահայտել ձեր տաղանդը և ապահովել կայունություն։ Ներքին հավասարակշռությունը պահպանելը շատ կարևոր կլինի։ Յոգան, բնության մեջ զբոսանքները և ստեղծագործ գործունեությունը կօգնեն պահպանել հոգևոր հանգստությունը։ Հոգեկան հանգստությունը նույնպես։ Ֆինանսական ոլորտում 2026 թվականը խոստանում է կայունություն և աստիճանական աճ։ Յուպիտերի ազդեցությունը կստեղծի հնարավորություններ ապահով ներդրումների և նյութական վիճակի ամրապնդման համար, սակայն պետք է խուսափել հապճեպ որոշումներից և կասկածելի գործարքներից։ Ձեր ուժը ձեր ինտուիցիան է և ճիշտ պահը զգալու կարողությունը։ Եթե հետևեք այդ զգացողությանը, իհարկե կրակոտ ձին կբերի ոչ միայն ֆինանսական բարեկեցություն, այլ նաև վստահություն ապագայի նկատմամբ։ Աշխատանք և գումար։ Իհարկե 2026 թվականին այս ձին իհարկե ձեզ կբերի ակտիվ զարգացում մասնագիտական ոլորտում, կբերի նաև էներգիայի ոգեշնչման և վճռականության մեծ հոսք, որոնք կօգնեն իրականացնել վաղուց մտածված ծրագրերը։ Հատկապես հաջող կլինեն գարնան ամիսները՝ մարտն ու ապրիլը, երբ դուք կկարողանաք ցույց տալ ձեր լավագույն հատկանիշները, ստեղծագործ մոտեցումը, պատասխանատվություն և մարդկանց հետ աշխատելու ունակություն։ Այս շրջանում հնարավոր են առաջարկներ՝ կապված պաշտոնի բարձրացման կամ հետաքրքիր նախագծերի մասնակցության հետ։ Սակայն ձիու էներգիան կարող է բերել նաև ավելորդ շտապողականություն։ Այդ պատճառով այծերին կարևոր է պահպանել ներքին հավասարակշռությունը և չշտապել որոշումներ ընդունելիս։ Օգոստոսին և սեպտեմբերին հնարավոր են կարճաժամկետ դժվարություններ աշխատանքում,
կապված մրցակցության կամ գործընկերների կողմից թյուր ըմբռնման հետ։ Կենտրոնացեք աշխատանքի որակի վրա և գործեք դիվանագիտական կերպով։ Հենց դա կօգնի ամրապնդել ձեր հեղինակությունը և հաղթահարել ցանկացած իրավիճակ։ Համբերությունն ու կայունությունը կդառնան ձեր գլխավոր ուժերը։ Ֆինանսական ոլորտում 2026 թվականը խոստանում է վստահ աճ։ Յուպիտերի ազդեցությունը կնպաստի եկամուտների ավելացմանը և նոր եկամտի աղբյուրների առաջացմանը։ Հատկապես հաջող կլինեն մայիսն ու նոյեմբերը, երբ կարելի է սկսել երկարաժամկետ ներդրումներ, բացել բիզնես կամ ընդունել կարևոր ֆինանսական որոշումներ։ Միևնույն ժամանակ, պետք է խուսափեք ռիսկային նախագծերից և արագ ներդրումներից, նույնիսկ եթե առաջարկները գրավիչ են թվում, դրանք կարող են բերել ուշացումների կամ կորուստների։ Լավ մտածված քայլերը և զգուշությունը ձեզ կհասցնեն ֆինանսական հաջողության։ Սեր և ընտանիք։ Այծերը ռոմանտիկ և զգայուն բնավորություն ունեն, և 2026 թվականին այս ձիու ազդեցության տակ նրանց զգացմունքները ավելի ուժեղ կլինեն։ Սա այն ժամանակահատվածն է, երբ դուք կարող եք զգալ ուժեղ ձգողություն, փոփոխությունների ցանկ և նույնիսկ պատրաստ լինել ռիսկի դիմել նոր սիրո համար։ Միայնակ այծերը տարվա առաջին կեսին հնարավորություն կունենան ճակատագրական հանդիպման, հատկապես ապրիլին կամ հունիսին, երբ սիրո էներգիան առավել շատ բարձր կլինի։ Նոր հարաբերությունները կբերեն ոգեշնչում և աջակցություն, եթե դուք կարողանաք բացվել և չափազանց խիստ չլինեք ձեր զուգընկերոջ նկատմամբ։ Նրանք, ովքեր արդեն ամուսնացած են կամ հարաբերությունների մեջ են, 2026 թվականին պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն փոխըմբռնմանը և հուզական մտերմությանը։ Փորձելով բոլորին գոհացնել, այծերը կարող են հոգնածություն կամ անհանգստություն զգալ։ Պահպանեք հավասարակշռությունն անձնական տարածքի և զուգընկերոջ հանդեպ հոգատարության մեջ։ Համատեղ ծրագրերի, ճանապարհորդությունների կամ հոբիների կազմակերպումը կօգնի ամրապնդել ընտանեկան կապերը և վերադարձնել թեթևությունն ու ջերմությունը հարաբերություններում։ Ձիու տարին նաև խթանում է այծերին լինել ավելի պատասխանատու, թե ամուսնության, թե ծնողական հարցերում։ Եթե մտածում եք ընտանիքը մեծացնելու մասին, տարվա երկրորդ կեսը, հատկապես օգոստոս ու սեպտեմբերը, շատ բարենպաստ կլինի այդպիսի որոշումների համար։ 2026 թվականի էներգիան աջակցում է ամեն ինչին, ինչը հիմնված է անկեղծության, վստահության և ջերմության վրա, և դրա շնորհիվ ներդաշնակությունն ու երջանկությունը կդառնան ձեր արժանի պարգևը։ Դե իհարկե, ովքեր ցանկանում են հղիանալ, այդ ժամանակահատվածը հիանալի է ձեզ համար։ Հիմա կխոսենք ժամանակահատվածների մասին։ Դեկտեմբերի 20-ից մինչև փետրվարի 16-ը դա համարվում է հունվար ամիսը։ Իհարկե, հունվարը ավարտում է կանաչ օդի տարին և այծերին բերում է մտորումների և մեղմ թարմացման էներգիա։ Սա ժամանակ է արդյունքները ամփոփելու, հանգիստ վերլուծելու և ուժերը վերականգնելու համար։ Ավելի լավ է չշտապել կարևոր որոշումներ ընդունելիս, այլ ուշադրությունը ուղղել հին գործերի ավարտին։ Ֆինանսները մնում են կայուն, իսկ հարաբերություններում կարևոր է պահպանել հոգեկան ջերմությունը։ Լսեք ձեր ինտուիցիային, այն կհուշի, թե որտեղ է պետք դանդաղել, իսկ որտեղ գործել։ Հաջորդը դա փետրվարի 17-ից մինչև մարտի 9-ն է։ Այս ամսվա էներգիան կօգնի սկսել նոր նախագծեր, կարգավորել գործնական հարաբերությունները և դրսևորել ստեղծագործական մոտեցում։ Այս շրջանը բարենպաստ է ինքնաիրացման համար, հատկապես արվեստի, ուսուցման և դիզայնի հետ կապված ոլորտներում։ Անձնական կյանքում հնարավոր են շատ ուրախ փոփոխություններ, բայց խուսափեք չափազանց մեծ սպասումներից, թողեք, որ իրադարձությունները զարգանան բնական ձևով։ Հաջորդ շրջանը դա մարտի 10-ից մինչև ապրիլի 8-ն է։ Մարտը այծերին կբերի ակտիվություն և հաջողություն գործերում։ Ձեր աշխատանքը կսկսի արդյունք տալ, իսկ նախաձեռնողականությունը կպարգևատրվի։ Հնարավոր են օգտակար ծանոթություններ կամ աջակցություն ավագ գործընկերների կողմից։ Գլխավորը չշեղվեք մանրուքներից և պահպանեք ներքին հավասարակշռությունը։ Ֆինանսական առումով սպասվում է կայուն աճ, իսկ անձնական կյանքում կայունություն և վստահություն մեկը մյուսի հանդեպ։ Ապրիլի 9-ից մինչև մայիսի 7-ը Ապրիլը կբերի ներդաշնակության և վստահության զգացում։
Այծերը կկարողանան կարգավորել հին հարցերը և զգալ աջակցություն մտերիմներից։ Այս շրջանը բարենպաստ է ճանապարհորդությունների, ուսման և ստեղծագործական ինքնաարտահայտման համար։ Հարաբերություններում կավելանա փոխըմբռնումը և քնքշությունը։ Կարևոր է չտրվել մելանխոլիային և հիշել, որ դուք շարժվում եք ճիշտ ուղղությամբ։ Մայիսի 8-ից մինչև հունիսի 5-ը։ Մայիսը այծերի համար կբացի նոր հնարավորություններ, հատկապես մասնագիտական ոլորտում։ Ձեր ջանքերը վերջապես կնկատվեն և կարող է առաջանալ առաջխաղացման հնարավորություն։ Միայնակ նշանի ներկայացուցիչները կարող են հանդիպել մարդու, որի հետ անմիջապես կձևավորվի փոխըմբռնում։ Ֆինանսական իրավիճակը բարենպաստ է, սակայն խուսափեք ավելորդ ռիսկերից։ Սա վստահ աճի և հաճելի բացահայտումների ամիս է։ Հունիսի 6-ից մինչև հուլիսի 5-ը։ Հունիսը կբերի որոշակի դանդաղում։ Խորհուրդ է տրվում հանգստանալ և վերանայել առաջնահերթությունները։ Աշխատանքում հնարավոր են ժամանակավոր դժվարություններ, սակայն դրանք կօգնեն ամրապնդել ձեր ներքին կայունությունը։ Ֆինանսները կմնան կայուն, հատկապես եթե ցուցաբերեք զգուշություն։ Սիրային ոլորտում հնարավոր են անկեղծ զրույցներ, որոնք կարող են ամրապնդել հարաբերությունները։ Մի մոռացեք հոգ տանել առողջության և քնի որակի մասին։ Հուլիսի 6-ից մինչև օգոստոսի 3-ը։ Հուլիսը կբերի պարզություն և ոգեշնչում, այծերը կզգան գործելու և ամեն ինչը կարգի բերելու ցանկություն։ Աշխատանքից մինչև անձնական գործեր։ Հնարավոր են հաճելի լուրեր կամ ձեր արժանինքների ճանաչում։ Սա այն ժամանակն է բնակարանային պայմանները բարելավելու կամ շրջապատը թարմացնելու համար։ Սիրո մեջ հնարավոր են ռոմանտիկ վերելք և քնքուշ խոստովանություններ։ Օգոստոսի 4-ից սեպտեմբերի 1-ը։ Օգոստոսը կբերի հաջողության և ոգեշնչման էներգիա։ Ձեզ կարող են սպասել հաջող փոփոխություններ աշխատանքում կամ անսպասելի շրջադարձ անձնական կյանքում։ Գլխավորը պահպանեք չափավորությունը և չգերագնահատեք ձեր ուժերը։ Ֆինանսական առումով ամիսը կայուն է, հատկապես խելամիտ ծախսերի դեպքում։ Սա լավ ժամանակ է հոգեկան հավասարակշռությունը վերականգնելու և վստահությունը ամրապնդելու համար։ Սեպտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 1-ը։ Սեպտեմբերը բարենպաստ է ֆինանսական վիճակը ամրապնդելու և հնարավորությունները ընդլայնելու համար։ Այծերը կկարողանան իրականացնել նախատեսած նախագծերը և ստանալ ճանաչում։ Հարաբերություններում հնարավոր է որոշակի հուզական սառնություն։ Ժամանակ գտեք, որպեսզի վերադարձնեք ջերմությունն ու ուշադրությունը։ Ընդհանուր առմամբ ամիսը կայուն է և մղում է կառուցողական գործողությունների։ Հոկտեմբերի 2-ից մինչև 30-ը։ Հոկտեմբերը կլինի ակտիվության և որոշումների ժամանակը։ Հնարավոր են փոփոխություններ աշխատանքում կամ կարիերայի նոր փուլ։ Ցուցաբերեք ճկունություն, դա կօգնի փոփոխությունները վերածել հնարավորությունների։ Ֆինանսական առումով շրջանը բարենպաստ է, հատկապես նրանց համար, ովքեր կարողանում են ճիշտ պլանավորել։ Անձնական կյանքում կարևոր է ուշադրություն դարձնել զուգընկերոջը և չփակվել ձեր մեջ։ Եվ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 28-ը։ Նոյեմբերը կբերի վերաիմաստավորման և ներքին հավասարակշռության ժամանակ։ Հնարավոր են անսպասելի ծախսեր, այդ պատճառով խուսափեք հապճեպ գնումներից։ Սակայն այս ամիսը նպաստում է ինտուիցիայի ուժեղացմանը և հոգևոր աճին։ Սիրո և ընտանիքի մեջ կլինի փոխըմբռնում, հատկապես եթե բաց արտահայտեք ձեր զգացմունքները։ Սա լավ ժամանակ է հոգեկան ուժերը վերագնահատելու, վերականգնելու համար։ Նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 27-ը։ Դեկտեմբերը ավարտում է կարմիր ձիու տարին վառ և ոգեշնչող ձևով։ Այծերը կհավաքեն իրենց ջանքերի պտուղները։ Հնարավոր է ճանաչում, պարգևատրում կամ սպասված լուր։ Ֆինանսները կուժեղանան, հարաբերությունները կդառնան ավելի ջերմ։ Ամիսը հարմար է հանգստի, շնորհակալության և կյանքի նոր փուլին պատրաստվելու համար։ Այն ամենը, ինչ դուք սահմանել եք, սերմանել եք, այս տարվա ընթացքում կսկսի պտուղներ տալ։ Ինչը կբերի հաջողություն ձեզ 2026 թվականին։ Իհարկե կզգաք ոգեշնչման և ներքին ուժի աճ։ 2026 թվականը բարենպաստ է համարձակ, անկեղծ և ստեղծագործ մարդկանց համար։ Իսկ այծերը հենց այդպիսին են։
Իրադարձությունները կզարգանան ձեր օգտին, եթե դուք դրսևորեք վստահություն և չկասկածեք ձեր սեփական որոշումների մեջ։ 2026 թվականին հաջողություն բերող գույներն են նարդոսը, զմրուխտը և տերակոտան, կողեք Google-ում փնտրել։ Դրանք կօգնեն հավասարակշռել զգացմունքները, ավելացնել վստահությունը և ներգրավել դրական իրադարձություններ։ Փորձեք այս գույները ներառել ձեր հագուստում կամ ինտերիերում։ Օրինակ, կողեք զմրուխտի գույնը դետալ, ինչ-որ նման գույն դետալ ավելացնել աշխատանքային տարածքում կամ ընտրել հագուստ մեղմ տերակոտա երանգներով։ Դա կուժեղացնի ձեր հմայքը և ներքին ներդաշնակությունը։ Բախտավոր թվերն են 3-ը և 8-ը։ Դրանք կդառնան ձեր ուղեցույցները դեպի հաջողություն։ Ուշադրություն դարձրեք դրանց հայտնվելուն ձեր առօրյայում։ Դրանք կարող են հուշել գործողությունների համար բարենպաստ ժամանակ կամ ճիշտ ընտրություն։ Արևելյան ուղղությունը նույնպես հաջողություն կբերի, եթե ձեր աշխատանքային սեղանը ուղղեք դեպի արևելք կամ պլանավորեք ուղղություն այդ ուղղությամբ։ Կարող եք ներգրավել աճի և բարգավաճման էներգիա։ Ինչը կարող է անհաջողություններ բերել ձեզ այս տարի։ Չնայած նրան, որ ձիու տարին ընդհանուր առմամբ բարենպաստ է այծերի համար, որոշ պահեր կպահանջեն զգուշություն։ Մոխրագույնը և վառ կարմիրը կարող են առաջացնել էներգետիկ լարվածություն, հատկապես ստրեսային ժամանակահատվածներում։ Ավելի լավ է խուսափել այդ գույներից չափազանց շատ օգտագործումից հագուստում կամ ինտերիերում, հատկապես կարևոր որոշումներ ընդունելիս։ 5-ը և 9 թվերը կարող են լինել պակաս հաջողակ թվեր։ Փորձեք հնարավորության դեպքում կարևոր գործեր կամ պայմանագրերի ստորագրումը չնշանակել այդ օրերին, որոնք պարունակում են այս թվերը։ Բացի այդ, արևմտյան ուղղությունը կարող է բերել դանդաղում և հոգնածություն։ Փորձեք այդ ուղղությամբ չպլանավորել կարևոր հանդիպումներ կամ նախաձեռնություններ, որպեսզի չթուլացնեք ձեր էներգետիկ հոսքը։ Սիրային բարենպաստ հարաբերությունները, համատեղելիությունը ձեզ համար 2026 թվականին։ Ամենալավ համատեղելիությունը կլինի նապաստակի, խոզի և ձիու տարիների ծնվածների հետ։ Նապաստակը կբերի հանգստություն և ներդաշնակություն, խոզը, վարազը, բարիություն և կայունություն, ձին, ոգեշնչում և վստահություն ապագայի հանդեպ։ Այս հարաբերությունները հիմնված կլինեն փոխադարձ հարգանքի և աջակցության վրա։ Եթե փնտրում եք սեր, եղեք ավելի ակտիվ տարվա կեսին, հատկապես ամռանը հնարավոր են ճակատագրական հանդիպումներ։ Ճամփորդությունները, ստեղծագործ աշխատանքները և հասարակական միջոցառումները կարող են օգնել նոր ծանոթությունների հարցում։ Դրանք կարող են վերածվել լուրջ հարաբերությունների։ Եվ իհարկե ամենաբարդ սիրային համատեղելիությունը 2026 թվականին այծերի համար։ Այս տարի արժե ավելի զգույշ լինել ցուլի, վագրի և աքաղաղի հետ հարաբերություններում։ Չնայած փոխադարձ ձգողականությանը, ձեր միջև կարող են առաջանալ անհասկացվածություններ, կյանքի տեմպերի և հայացքների տարբերության պատճառով։ Ցուլը կարող է լինել չափազանց պահպանողական, վագրը չափազանց իմպուլսիվ, իսկ աքաղաղը հակված քննադատության, ինչը կարող է այծի մոտ առաջացնել հուզական սպառում։ Եթե արդեն նման հարաբերությունների մեջ եք, պահպանեք համբերություն և փորձեք լինել բաց ու անկեղծ։ Մի տրվեք սադրանքներին և փորձեք գտնել փոխզիջումներ անկեղծ զրույցների միջոցով։ Համատեղ ճանապարհորդությունները և նոր տպավորությունները կօգնեն ամրապնդել կապը և վերադարձնել հարաբերություններին թեթևություն և ոգեշնչում։ 2026 թվականին այս նշանի ներկայացուցիչների համար սկսվում է դինամիկ աճի և հնարավորությունների ընդլայնման շրջան։ Սակայն հաջողությունը կախված կլինի ճիշտ պահը ընտրելու կարողությունից։ Այս տարին պահանջում է վճռականություն, բայց նաև զգույշ մոտեցում պլանավորմանը։ Մարտը և ապրիլը այս ամիսները բարենպաստ են մասնագիտական նախաձեռնությունների համար։ Եթե դուք պլանավորում եք փոխել աշխատանքը, սկսել նոր նախագիծ կամ խնդրել բարձրացում աշխատանքի վայրում, այս ժամանակահատվածը ձեզ կբերի աստղերի աջակցությունը։ Գարնան էներգիան կուժեղացնի ինքնավստահությունը և կօգնի ցուցադրել առաջնորդական հատկություններ։ Հուլիսը և օգոստոսը այս շրջանը հարմար է անձնական փոփոխությունների համար, սկսած հարաբերությունների սկզբից մինչև կենսակերպի փոփոխություն։ Տարվա էներգիան նպաստում է ներքին աճին և նպատակների վերաիմաստավորմանը։
Եթե մտածում եք տեղափոխվելու կամ շրջապատը փոխելու մասին, իհարկե, աստղերը հենց այդ ժամանակում աջակցություն են խոստանում։ Մենք ունենք երկնքում աստղեր շատ կարևոր, որոնք օգնում են կանխատեսումներ անել չինական հորոսկոպում։ Նոյեմբերը և դեկտեմբերը այս ամիսները իդեալական են ֆինանսական որոշումների, ներդրումների և երկարաժամկետ պայմանագրերի կնքման համար։ Այս ժամանակում, այս շրջանում ձեր ինտուիցիան կլինի հատկապես շատ սուր, և դուք կկարողանաք շահավետ տնօրինել ձեր ռեսուրսները։ Գլխավորը մանրամասն վերլուծել բոլոր մանրուքները, որպեսզի խուսափեք ավելորդ ռիսկերից։ Տարվա ընթացքում հատուկ ուշադրություն պետք է դարձնեք 3-ին և 8 թվերին։ Դրանք հաջողություն կբերեն և կարող են դառնալ հաջող սկսումների խորհրդանիշեր։ Պլանավորեք կարևոր քայլերը այս թվերի հետ կապված ամսաթվերին, օրինակ մարտի 8-ին կամ օգոստոսի 13-ին, այնտեղ նշված է 3-ը։ Սա կօգնի ձեզ համահունչ լինել տարվա բարենպաստ էներգիաներին։ Օգտագործեք բարենպաստ շրջանները, որպեսզի շատ նոր ձեռքբերումներ ունենաք և համարձակորեն իրականացնեք ձեր մտահղացումները։ Եվ իհարկե, ինչը ձեզ դժվարություններ կբերի գործնական և անձնական հարցերում։ Գործնական ոլորտում, հատկապես թիմային նախագծերում, կարող են առաջանալ լարված պահեր։ Բաովեյ աստղի ազդեցությունը զգուշացնում է, որ մրցակցությունն ու նախանձը կարող են կոնֆլիկտներ առաջացնել, եթե դուք չափազանց բաց ցուցադրեք ձեր հաջողությունները։ Դրա համար ավելի լավ է գործել հանգիստ, ամրապնդելով ձեր հեղինակությունը պրոֆեսիոնալիզմի և հուսալիության միջոցով։ Անձնական կյանքում ձիու տարին կարող է առաջացնել հուզական տատանումներ, և գործընկերները կամ մտերիմ մարդիկ կարող են ձեզանից պահանջել ավելի շատ ուշադրություն և ներգրավվածություն, քան սովորաբար։ Սովորեք խոսել ձեր զգացմունքների մասին ուղիղ և մեղմ ձևով, քանի որ դա կօգնի խուսափել թյուր ըմբռնումներից և պահպանել ներդաշնակությունը հարաբերություններում։ Ֆեյլյան և Սանմեն աստղերը ցույց են տալիս առողջական հնարավոր խնդիրներ, որոնք կապված են գերհոգնածության, սթրեսի կամ քրոնիկ հոգնածության հետ։ Այդ պատճառով կարևոր է չանտեսել մարմնի ազդակները։ Բավարար քունը, ճիշտ սնունդը և չափավոր ֆիզիկական ակտիվությունը կդառնան ձեր պաշտպանությունը այդ առումով։ Ֆինանսական իրավիճակը ընդհանուր առմամբ բարենպաստ է, սակայն սեպտեմբերին և հոկտեմբերին պետք է խուսափել ռիսկային ներդրումներից և չմտածված գնումներից, քանի որ հնարավոր են ժամանակավոր վճարումների ուշացումներ կամ անսպասելի ծախսեր։ Դրա համար, իհարկե, նախապես ստեղծեք փոքր ֆինանսական պահուստ։ Զսպվածությունն ու հաշվենկատությունը կօգնեն պահպանել կայունությունը և վստահությունը ապագայի նկատմամբ։ Իսկ հիմա կխոսենք այն մասին, ովքեր ծնվել են տարով Այծ և ամսով, օրինակ Խոյ են, Ցուլ, Եղբորյակ և այլն։ Այծ Խոյ։ Խոյերի համար այս տարին կարող է դառնալ շրջադարձային անձնական կյանքում։ Նրանք, ովքեր արդեն գտել են իրենց երկրորդ կեսին, հնարավորություն կունենան հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի, իսկ նրանք, ովքեր դեռ փնտրում են, հեշտությամբ կարող են հանդիպել իրենց իդեալական զուգընկերոջը։ Մի կողմ դրեք կասկածներն ու վախերը։ Այծ Ցուլ։ Ցուլերը 2026 թվականին լի կլինեն ներշնչանքով և շատ արդյունավետ կլինեն աշխատանքում։ Դուք կունենաք շատ հետաքրքիր գաղափարներ և կդառնաք ստեղծագործ էներգիայի կենտրոն։ Օգտվեք այս հնարավորություններից առավելագույնս։ Դժվար ժամանակները անցել են, ավելի հաճախ ժպտացեք։ Այծ Եղբորյակ։ Այս տարվա էներգիան ձեզ կպարգևատրի բազմաթիվ բարիքներով։ Ձեր ցանկություններից շատերը կկատարվեն գրեթե հրաշքի պես, սակայն դրա դիմաց պետք է հետևեք ձեր ներքին ձայնին և չշեղվեք ձեր ընտրած ճանապարհից։ Միշտ գործեք խղճի համաձայն։ Այծ Խեցգետին։ Խեցգետիներին սպասվում են շատ նոր ծանոթություններ, հիմնականում գործնական ոլորտում։ Այս կապերը կօգնեն ձեզ, եթե որոշեք փոխել աշխատանքը կամ բարձրացում խնդրել։ Սովորեք ճիշտ հարաբերություններ կառուցել տարբեր մարդկանց հետ։ Առյուծ Այծ։ Առյուծները 2026 թվականին երբեմն կարող են խնդիրներ ունենալ հարազատների հետ, սակայն սա ժամանակավոր է և հավանաբար մինչև աշուն ամեն ինչ կհարթվի։ Կարևոր է ճիշտ հետևություններ անել տեղի ունեցածից։ Մտածեք խոսելուց առաջ։ Այծ Կույս։
Գույսերը այս տարի կկենտրոնանան ինքնազարգացման և իրենց ներաշխարհը հասկանալու վրա։ Շրջապատին դա կարող է տարօրինակ թվալ, բայց մի ուշադրություն դարձրեք քննադատությանը։ Հետևեք ձեր ճանապարհին։ Եթե մշտապես լսեք ուրիշներին, կարող եք շեղվել ձեր նպատակից։ Այդ կշերկները ամբողջ տարի ուշադրության կենտրոնում կլինեն և շատ հաճախոսություններ կստանան։ Ձեր արտաքին փոփոխությունները շատ դրական ազդեցություն կունենան։ Ժամանակն է նաև փոխել ձեր մոտեցումը աշխատանքի նկատմամբ։ Եղեք ավելի պատասխանատու և մի հետաձգեք կարևոր գործերը։ Այդ կարիճ։ Կարիճները տարվա սկզբին կզգան ուժեղ էներգիայի և ոգեշնչման աճ։ Թե անձնական, թե աշխատանքային հարցերը կլուծվեն հեշտ և արագ։ Ձեզ սպասվում է ակտիվ և արդյունավետ շրջան։ Ձանձրանալ չեք հասցնի։ Հիշեք, որ իրական մոտիվացիան գալիս է ներսից։ Այդ աղեղնավոր։ Աղեղնավորների համար հեշտ չի լինի գտնել իրենց տեղը։ Ամեն ինչ կարծես նորմալ է, բայց ներսում անհանգստություն կա։ Փորձեք խոսել հոգեբանի կամ վստահելի մարդու հետ։ Մի հետաձգեք պատասխաններ գտնելը, նույնիսկ եթե հարցերը բարդ են։ Այճեղջյուր։ Այճեղջյուրները կցանկանան ընտանեկան ջերմություն և հանգստություն։ Եթե դեռ ընտանիք չեք կազմել, լավ ժամանակ է այցելել ծնողներին։ Նրանք շատ կուրախանան ձեզ տեսնելիս։ Արտահայտեք ձեր զգացմունքները անկեղծորեն։ Այդ ջրհոս։ Ջրհոսները պետք է հարմարվեն տարվա արագ փոփոխություններին։ Տարին կարող է ձեզ փորձել տարբեր իրավիճակներով։ Մնացեք ձեր դիրքերում և վստահ եղեք ձեր ուժերին։ Այդ ձկներ։ Ձկները կարող են այս տարի լուծել վաղուց կուտակված խնդիրները։ Հիշեք դրանց պատճառները և մտածեք լուծման հստակ քայլեր։ Գործեք վճռական, քանի դեռ հաջողությունը ձեր կողմն է։